Հիշում ենք նաև, որ 2018-ին հերթական նմանատիպ այցից հետո ինչ հանգրվանի հասավ պետությունը, հիմա ինչ սպասել եւ արդյոք այդ այցի առանձնահատկությունը հենց Նիկոլի իշխանության մեջ է։ Նախ եւ առաջ ուզում եմ դիմել սիրելի հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր այս օրերին, այդ թվում նաև այսօր եւ վաղը բարձրաձայնելու են ճշմարտությունը Հայաստանի մասին։ Ձեր հարցից մի տխուր անեկդոտ հիշեցի, երբ որ նիկոլական քարոզչությունը փորձում է այսօրվա հավաքը ներկայացնել որպես նիկոլական հաղթանակ, հիշեցի մի տխուր անեկդոտ։ Անեկդոտը հետևյալն է. ասում է թաղման այնքան մարդ էր եկել, դագաղը 2 տեղ էին դրել։ Այո, սա Հայաստանի աշխարհաքաղաքական թաղման, աշխարհաքաղաքական մահվան, Հայաստանի ռեգիոնալ ոչնչացման հերթական արարի վերածած ցավոք սրտի վերածված միջոցառում է։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ ուներ եւ ունի ինստիտուցիոնալ ամենաիրավական առումով ամուր կապը, դա ոչ թե Նիկոլի շնորհքն է, դա Սերժ Սարգսյանի կառավարության շնորհքն է։ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված ՍԵՊԱ-ն առ այսօր համարվում է, մնում է նիկոլական պրոպագանդայի համար խեղաթյուրված եվրոպական արժեքների, ձախողված ռեֆորմների ամենալուռ եւ միաժամանակ կարևոր վկան։ Այդ պայմանագիրը 17 թվականի նոյեմբերին կնքված իրականում պետք է Հայաստանը դարձներ եվրոպական ստանդարտների պետություն։ Այն, ինչ անում է Նիկոլը 18 թվականից սկսած, ոչնչացումն է բոլոր այն արժեքների, որոնք դրված են եվրոպական քաղաքակրթության հիմքում։ Եվրոպական որևէ գործիչ, որևէ քաղաքացի, որևէ երկիր ժամ անգամ չէր հանդուրժի Նիկոլի նման իշխանություն սեփական պետությունում, եթե այդ իշխանությունը պետք է վաճառեր այդ պետության արժանապատվությունը, խաչ քաշեր այդ ժողովրդի ապագայի վրա, տարածքներ զիջեր, սարքած պատերազմ պարտվեր եւ ամեն ինչ այնինչ արեց Նիկոլ Փաշինյանը այս 7 տարիների ընթացքում։ Մեր հավաքը հակաեվրոպական չէ, մեր հավաքը պրոեվրոպական արժեքների է, մեր հավաքը հանուն արդարության է եւ արդարադատության, մեր հավաքը հանուն ազատության է, մեր հավաքը հանուն օրենքների գերակայության է, մեր հավաքը հանուն ժողովրդավարության է։ Այն ամենը, ինչ այսօր պակասում է նիկոլական Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական դեմքը ոչ թե մարզամերգային համալիրը պճնեղ զարդարած եւ շոուի հարթակի վերածած կազմկոմիտեն է, այլ իրական դեմքը այստեղ է եւ այն բոլոր տեղերում, որտեղ կան ակցիաներ։ Ոստիկանների թիվը նայեք, հարգելիներս, սա ժողովրդավար պետության, ժողովրդավարական հավաքի այցեքարտն է, այսինքն մեզ խանգարում են բարձրաձայնել մեր ձայնը, խոսել ու մեր բողոքը հայտնել պատրվակով, որ կա ժողովրդավարական սամիտ, լուրջ, սա է ժողովրդավարության իրական, ավարտեմ նոր, սա է ժողովրդավարության իրական այցեքարտը, այն ոստիկանական ուժերը, որոնք առաջ են քաշվել մեր հավաքին ընդառաջ, այն ոստիկանական ուժերը, որոնք այսօր խոչընդոտում էին արցախահայերի կողմից բաց նամակի հանձնումը եւ ԵՄ ղեկավարներին, սա է ժողովրդավարական Հայաստանը։ Ես հետևել եմ բոլոր այն գաղաթաժողովներին, որոնք եղել են այս ընթացքում, ոչ ԵՄ անդամ երկրներում, մասնավորապես Ալբանիայում եւ Մոլդովայում, եւ ոչ միտեղ նման խայտառակ ջանքեր, նման խայտառակ ռեպրեսիվ ռեսուրս այդ իշխանությունները չեն գործածել։ Ոչ միտեղ հանուն ժողովրդավարության չեն սահմանակ փակել ժողովրդավարական ազատությունները այդ քաղաքացիների։ Մենք հիմա կհավաքվենք, այստեղ եւս մի 10-15 րոպե կսպասենք, որտեղ բոլորին ազդարել ենք, որ ժամը 3-ին ենք շարժվելու։ Ուզում եմ բացատրել, թե ինչու ենք այստեղ։ Շատ կարևոր է դա։ Այո, նիկոլական իշխանությունները Կիևյան կամուրջով դեպի մարզամերգային համալիրի հարակից աստիճանավանդակ եւ հրապարակ տեղ են բաց թողել, որ մարդիկ գան իրանց գոլոշին հանեն գնան, բայց այդ տեղը ցավոք սրտի տեսանելի չէ եվրոպական որևէ մասնակցի համար։ Իրանք դիտավորյալ փակել են հենց այս ճանապարհները, հիմա որ նայեք
հաղթանակի կամրջով դեպի Հրազդանի մարզադաշտ ու Ծիծեռնակաբերդ, որովհետև եվրոպական առաջնորդները հենց այս ճանապարհներով են գնալու գան եւ մեր բողոքի ձայնը այնտեղ տեսանելի կլիներ ի տարբերություն այն վայրի, որտեղ Նիկոլենք մեծահոգաբար թույլատրում են եւ ուղղորդում են ընդդիմության բոլոր ակցիաներին։ Կներեք, ես դրսին այս կգծա։ Պարոն Աշոտյան, դուք